Բարի երեկո, ուղիղ եթերում ազատության լրատվական կենտրոնն է, այսօր ծրագրում առաջարկում ենք։ Եկեղեցի և պետությունը այլևս իրար հետ են։ Եկեղեցու և պետության միասնության մասին վարչապետի վերջին հայտարարությունները իրավական հարցեր են առաջացրել։ Երկու տարվա ազատազրկման դատապարտված Միքայել arczepiskopos Աջապահյանի փաստաբանական թիմը կդիմի մի էդ։ Սպառել ենք ներպետական միջոցները։ Պնդում են Եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածներ են խախտվել։ Նոր բախումներ են տեղի ունեցել Հալեպում, հայերի շրջանում տուժածների մասին չի հաղորդվել։ Դատաստությունների էպիկենտրոնը հայկական Հերոց չէ, մոդիկ են, այսինքն նոր գյուղը այս շրջանի հետ քիզ է ուղղակի։ Առողջության համընդհանուր ապահովագրությունը պաշտոնապես ուժի մեջ է արդեն 7 օր։ Արդյոք համակարգը հասել է իր շահառուներին մարզերում։ Ով է տեղյակ պայոր տեղյակ եղել։ Միացյալ Նահանգների նախագահը իր օգնականների հետ քննարկում է աշխարհի ամենամեծ կղզին, Դանիայի մաս կազմող Գրենլանդիան ձեռք բերելու մի շարք տարբերակներ։ Ուկրաինայում ռազմական գործողությունների ավարտից հետո այդ երկրի տարածքում բրիտանական և ֆրանսիական զորքեր կտեղակայվեն։ Իրավիճակը Հալեպում կրկին սրվել է, քիչ առաջ հայտնի դարձավ, որ Սիրիայի կառավարական ուժերը սկսել են ռմբակոծել քաղաքի հյուսիսում գտնվող քրդաբնակ շրջանները։ Դրանց անմիջական հարևանությամբ են գտնվում նաև հայերով բնակեցված թաղամասերը։ Հայաշատ քաղաքում տեղակայված Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը վստահեցնում է, որ չի ընդհատել գործունեությունը և ծառայություններ է մատուցում դիմողներին։ Ռազմական գործողությունների թատերախմբի անմիջական հարևանությամբ բնակվող հայերի մի մասն էլ ապաստան է գտել Հալեպի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։ Երեկվանից իրավիճակը Սիրիայում կտրուկ սրվել է, ռազմական գործողությունների գլխավոր թատերաբեմը Հալեպի հայաբնակ թաղամասերի հարևանությամբ է։ Համայնքում մեծ անհանգստություն է, առավոտից սննդի, դեղորայքի պաշար են կուտակում, պատրաստվելով հնարավոր երկարաժամկետ զարգացումների։ Շատ խառնաշփոթ վիճակ է քաղաքը, պատրաստվենք, որ բոլորը դունը լան ինչ պատրաստել է։ Հիմա դեր չեն զաններ, բամը չի գա, բայց ժողովուրդը խառնաշփոթ վիճակի մեջ է, անշուշտ դպրոցները կոց են, մեկը կորդի չեկացած, գործադեղերը կոծած են։ Կսպասենք ամեն մեկը ապահով դե, որովհետեւ երբ որ բամը լա, ապահովված ենք։ Հալեպի Գանձասար հանդեսի խմբագրի դուստրը Անի Պողիկյանը հայտնեց, որ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ներքնահարկն արդեն վերածվել է ապաստարանի։ Բախումների հարևանությամբ բնակվող հայերին, եթե չեն ցանկանում տանը մնալ, առաջարկվում է եկեղեցի տեղափոխվել։ Եվ բժշկական, եթե որևէ բանի պետք ունենան, օգնության խաչը տարմանադունը պիտի ապահովի իրենց նոր գյուղի տարմանադունը։ Եթե ասված չնե պետք է լավ, այսինքն վիրավորվի մեկը եւ այլն։ Տեղեկություններ կան հայերի շրջանում տուժածներ կան։ Դեղեցություն չարինք մարդկային վնասներու, ոչ։ Իսկ որքան է հեռու հայկական Հերոց չէ, մոդիկ է, այսինքն նոր գյուղը այս շրջանի հետ քիզ է ուղղակի։ Հալեպում Հայաստանի հյուպատոսությունը հայտնում է, որ գրասենյակը չեն փակելու, կընդունեն դիմումներ, հայազգի տուժածների մասին չի հաղորդվել։ Սիրիայի պետական աղբյուրները հաղորդում են, որ ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ։ Կառավարական ուժերի եւ քրդերի առաջնորդած դեմոկրատների միջև հրադադար էր հաստատվել, որի ավարտին սակայն պարզ դարձավ, որ կողմերը համաձայնության չեն եկել։ Այսօր արդեն բանակը մինչև ժամը 15 ժամանակ տվեց քրդերի վերահսկած շրջանների խաղաղ բնակիչներին հեռանալու համար։ Դատելով կադրերից մարդիկ զանգվածաբար լքում են բնակավայրերը օգտվելով միջանցքից։ Գործողությունները համակարգող Ֆայսալ Ալին ասել է, որ անում են ամեն ինչ, որ խաղաղ բնակիչները չտուժեն։ Քաղաքացիական պաշտպանության ուժերը զգոն են անցակետերում, որտեղից ընտանիքները մեկնում են։ Մենք նրանց անվտանգ տեղափոխում ենք, ուր ուզում են, այդ թվում ապաստարաններ։ Վերջնաժամկետի ավարտին արդեն Սիրիայի բանակը հաղորդեց քրդաբնակ թաղամասերի ռմբակոծությունը սկսելու մասին։ Դամասկոսը քրդական դեմոկրատական ուժերի բոլոր դիրքերն այսուհետև համարում է օրինական ռազմական թիրախներ։ Ընդ որում կողմերը միմյանց են մեղադրում բռնությունների համար։ Քրդերը համոզված են, որ Սիրիայի նոր իշխանությունները ցեղասպանական պատերազմ են հրահրում, կառավարական ուժերը պնդում են, որ դեմոկրատական շարժումն է թիրախավորում խաղաղ բնակիչներին։ Բաշար Ասադի ռեժիմի տապալումից հետո քրդական հարցը Սիրիայում դեռ հիմնական բաժանարար գծերից է։ Քրիստոնյա հայերը անցած մեկ տարում զգուշ
թուշավոր սպասման մեջ են ապրում։ Ամեն մարդ սպասումի վիճակի մեջ է։ Նայենք, հույսերից Աստծո վրա տրազենք։ Հայերին տները լքելու հորդոր առայժմ չի տրվել։ Վաղը Ադրբեջանից Հայաստան կուղևորվի նավթամթերքի հերթական խմբաքանակ, այս մասին հաղորդում է ԱՊԱ գործակալությունը։ Լրատվամիջոցի փոխանցմամբ նախատեսվում է Հայաստան ուղարկել 92 տեսակի բենզինի և դիզելային վառելիքի 1000-ական տոննա։ Բացի այդ, Հայաստան կառաքվի 1800 տոննա AI-95 տեսակի բենզին։ Ադրբեջանական լրատվամիջոցը հաղորդում է, որ Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի առաքումը կրում է բացառապես առևտրային բնույթ։ Վառելիքը վաճառվում է միջազգային շուկայական գներով։ Առաջին խմբաքանակը Ադրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան էր հասել դեկտեմբերի 19-ին։ Ադրբեջանական պրեմիում տեսակի բենզինը վաճառքում հայտնվեց շուկայականից շատ ցածր գնով 440 դրամով։ Այսօր Երևան է ժամանում Իրանի փոխարտգործնախարարը Իրանի պաշտոնական ԻՌՆ լրատվական գործակալության փոխանցման բարձրաստիճան դիվանագետը Երևանում բանակցություններ է անցկացնելու Հայաստանի փոխարտգործնախարարների մի շարք այլ պաշտոնյաների հետ։ Այս ընթացքում կողմերը քննարկելու են տնտեսական, առևտրային, տարանցիկ, տրանսպորտային ոլորտներում երկկողմ հարաբերություններ, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության և համագործակցության թեմաները, հաղորդում է ԻՌՆ-ն։ Վերջերս Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի խորհրդականը հայտարարել էր, թե Սյունիքով անցնող Թրամփի ուղին նույն Զանգեզուրի միջանցքն է։ Իրանը մշտապես դեմ է արտահայտվել իր սահմանին միջանցքի գաղափարին։ Այլ թեմաների անդրադառնանք։ Եկեղեցի իշխանություն խորացող առճակատման ֆոնին վարչապետի վերջին օրերի հայտարարություններն ու գործողությունները հարցեր են առաջացրել իրավաբանների մոտ։ Արդյոք սահմանադրության ոտնահարում չէր Փաշինյանի հայտարարությունը, թե եկեղեցին և պետությունը այլևս իրար հետ են։ Ավելին, կաթողիկոսի հեռացումը պահանջող Փաշինյանը, որ մինչև վերջերս վստահեցնում էր, թե այդ գործին է լծվել որպես հայ առաքելական եկեղեցու մտահոգ հետևորդ, մի քանի օր առաջ որպես վարչապետ ստորագրեց իր հռչակած եկեղեցու բարենորոգման հայտարարության տակ։ Մինչ ընդդիմադիրները այս ամենը հակասահմանադրական են որակում, Փաշինյանի աջակիցները իրենց առաջնորդի խոսքի և գործի միջև որևէ իրավական շեղում չեն տեսնում։ Մենակ չէ եկեղեցին, մենակ չէ պետությունը, որովհետև եկեղեցին և պետությունը այլևս իրար հետ են։ Միայն հայ առաքելական եկեղեցու ներքին կյանքին խառնվելու, մայրաթորի դեմ պայքարելու հարցով վարչապետ Փաշինյանը դատարանի առջև է կանգնելու մի քանի հոդվածներով։ Վստահ է ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Մասնագիտությամբ իրավաբան Մինասյանը վերլուծել է վարչապետի խախտումներն ու եզրակացրել. Քրեական պատասխանատվություն է նախատեսված ընդհանուր միջև առանձնապես ծանր որպես հանցագործություն 10-ից 15 տարի ժամկետով։ Վարչապետը երկրի մայր օրենքն է խախտել ու քրեական օրենսգրքից հոդվածներ, պնդում է Արծվիկ Մինասյանը։ Ի պաշտոնե Փաշինյանը ստորագրել է վերջին հայտարարության տակ, ինչը նշանակում է ի պաշտոնե խառնվել եկեղեցու ներքին կյանքին, մինչդեռ սահմանադրությամբ պետությունն անջատ է եկեղեցուց։ Սահմանադրության կոնկրետ 6-րդ հոդվածի առաջին մասը, որտեղ ասում է, որ պետական մարմինները եւ պաշտոնատար անձինք կարող են իրականացնել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են սահմանադրությամբ կամ օրենքով։ Չունենալով նման լիազորություն, փաստացի դադարեցրել է Նիկոլ Փաշինյանը սահմանադրության այս 6-րդ հոդվածի կատարումը, ինչը հավասարազոր է քրեական օրենսգրքով ամրագրված սահմանադրական կարգը տապալելու։ Ինչ է արել Փաշինյանը, որ օրենք է խախտել, զարմանում է իշխող կուսակցության վարչության անդամ Հասմիկ Հակոբյանը։ Ոչ տարբեր եկեղեցականների նշանակելու հետ կապված խառնվում է վարչապետը եւ իշխանական վերնախավը, ոչ ֆինանսական բաշխումներին է խառնվում, իրենց ներքին գործերի չի խառնվում։ Ընդհանրապես ասվում է, որ այս մարդը չպետք է ի սկզբանե չէր էլ կարող լինել կաթողիկոս եւ պետք է հավաքվեն եւ այս հարցերը լուծեն։ Արծվիկ Մինասյանը մանրամասնում է քրեական օրենսգրքից միայն Փաշինյանը հետևողականորեն խախտում է 209 եւ 441 հոդվածները, չարաշահում է պաշտոնական լիազորություններն ու խոչընդոտում կրոնական կազմակերպության օրինական գործունեությունը։ Նիկոլ Փաշինյանի արածը ոչ միայն իր լիազորությունների անցում է նշանակում, այլ նաև ունի կոնկրետ բովանդակություն քրեական օրենսգրքում ամրագրված, ընդ որում մի քանի հոդվածներով,
Պատգամավոր Հակոբյանը Փաշինյանի խախտումները նկատող ու դրանց մասին բարձրաձայնող իրավաբաններին ու սահմանադրագետներին չի վստահում, նրանց համարում է ընդդիմադիրների դաշնակիցը ու մտավախություն չունի, որ մի օր իրենց առաջնորդը դատարանի առաջ կկանգնի։ Չի կարող կանգնել պատասխանատվության առաջ, որովհետև ես էլի ասացի, կամայական կերպով է մեկնաբանվում սահմանադրությունը եւ դուք լսում եք այնպիսի այսպես կոչված սահմանադրագետների կամ իրավաբանների, որոնք էլի ասացի, որ դիմադիրների ցույցերի ակտիվ մասնակիցներ են եւ քաղաքական հայտարարություններ են դրանք, ոչ թե անկախ փորձագետի մեկնաբանություն սահմանադրությանը։ Փաշինյանը ոչ միայն քրեական օրենսգրքով նախատեսված հանցանքն է կատարում, այլ կոչ է անում թիմակիցներին միանալ իրեն, շեշտում է պատգամավոր Մինասյանն ու հիշեցնում Փաշինյանի այս ուղերձը։ Կան մարդիկ, ովքեր ասում են, որ իրենք տարբեր եկեղեցիներում երբ որ պատարագի են մասնակցում եւ հնչում է Կտրիչ Ներսյանի անունը, իրենք ցանկություն ունեն իրենց բողոքը արտահայտել հենց այդ պահին, արդյոք նման բան կարելի է եւ թույլատրելի է։ Ես կարծում եմ, որ այո, նման բան կարելի է եւ թույլատրելի է։ Ինքը իր գործողություններով, այդ թվում նաեւ կազմակերպելով, հորդորելով, քարոզելով կրոնական կազմակերպության տվյալ դեպքում հայ առաքելական Սուրբ եկեղեցու նվիրապետական աթոռների նաև ու ներքին կանոնակարգի դեմ ուղղված գործողություններ փաստացի իրականացրել է նշված հանցագործությունները։ Նիկոլ Փաշինյանի կոչին թերևս ամենաակտիվը հետևում է Թալինի ՔՊԱ-ական համայնքապետը։ Տավրոս Սափեյանը Փաշինյանի հովանուտակ անցած կարգալույց քահանայի հետ դեկտեմբերի 31-ին խոչընդոտել են նռնորնեքի արարողությունը։ Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում թույլ չեն տվել, որ եկեղեցու հոգևոր հովիվը ծեսը կատարի։ Բացի դրանից ՔՊԱ-կանը պահանջել է, որ Սուրբ Ծննդյան պատարագին իրեն խաչքավոր ներկայացնեն։ Տավրոս Սափեյանի արարքի մասին որպես հանցագործության ահազանգեց Արագածոտնի թեմը։ Իրավապահները դրան արձագանքեցին։ Եկեղեցու քահանան ուզմամտի ծես կատարի, խոչընդոտում են, դուք էլ եկեք անելիք ինչ։ Երեք էլ ՔՊԱ-կանի թիմը նախկին քահանայի հետ խոչընդոտեց Սուրբ Ծննդյան պատարագը։ Եկեղեցու հոգևոր հովին դարձյալ չթողեցին ներս մտնել խորան բարձրանալ։ Այսինքն ծանր հանցագործություն է, որտեղ 209 հոդվածը միջին ծանրության է նախատեսում, այս դեպքում ծանր հանցագործություն է, որտեղ իր լիազորություններն ակնհայտորեն վերազանցել է այս անձնավորությունը։ Համոզված է իշխանափոխության դեպքում եկեղեցու դեմ պայքարին լծված Փաշինյանը այս գործում իր ակտիվ թիմակիցներն ու անգործության մատնված իրավապահները պատժվելու են։ Որևէ անձի հետ կապված, որևէ անձի վարքագծի հետ կապված կարելի է հայց ներկայացնել եւ եթե վարույթ ընդունվի կքննվի, եթե ոչ։ Կուսակցի արարքի մասին իշխանական պատգամավոր Հակոբյանը չի ուզում գնահատական տալ, դա թողնում է իրավապահներին։ Քննչականն արդեն Ազատությանը ասել է, հրապարակային հայտարարության հետքերով չեն գնում, պատշաճ հաղորդում են պահանջում, իսկ գլխավոր դատախազությունը, որ հայտարարության հետքերով կարող է գնալ ու որոշել ընթացք տալ կամ ոչ, Ազատության հարցերին դեռ չի պատասխանել։ 2 տարվա ազատազրկման դատապարտված Միքայել arczepiskopos Աջապահյանի փաստաբանական թիմը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան։ Տարեվերջին վիրահատությունից հետո Շիրակի թեմի առաջնորդը դեռ հիվանդանոցում է։ Կազդուրվելուց հետո դարձյալ բանտ կտեղափոխվի։ Նրա փաստաբաններից Արա Զոհրաբյանն է ներկայացրել, ինչ հիմքով են դիմել միջազգային բարձրատյանին։ Ինչպես գիտեք, դեռ հիմնական գործը շարունակվում է, մենք հիմա գտնվում ենք վերաքննիչ դատականացիանում, բայց մինչ այդ մենք ունենք նաև միջանկյալ դատական ակտերի հետ կապված խնդիր, մասնավորապես առաջինացի դատարանը կալանքի հետ կապված որոշումներ էր կայացրել։ Եվ մենք առաջին որոշումը Մասիս Մելքոնյանի կողմից կայացված այդ ապօրինի որոշման մասով մենք բողոքարկել ենք վերաքննիչ, այնուհետև նաև վճռաբեկ ատյաններ, այսինքն սպառել ենք ներպետական միջոցները եւ հիմա նախապատրաստում ենք հենց այդ առաջի գործով գնալ Եվրոպական դատարան։ Եվ ունենք նաեւ երկու այդպիսի որոշումներ էլ, կալանքի երկարացումներ, արդեն Արմինե Մելիքսեցյանի դատավորի կողմից կայացված, դրանք նույնպես ներպետական ատյանները սպառված են։ Միքայել Սրբազանին վերագրվող արարքը համարվում է միջին ծանրության հանցագործություն։ Ուրեմն գլխավոր դատախազության կոլեգիան որոշում ունի կայացրած։ Ընդ որում այդ որոշումը ինձ հիմա ձեռքից տակես, համսաթիվներ կարող եմ ձեզ ասել 2018 թվականի հունիսի 12-ին, այսպես ասած հեղափոխական Հայաստանում կայացված որոշում, որտեղ 135 հոդվածի երկրորդ մասը տվագրում է այն գործողությունները, որոնց կատարման ռիսկից ելնելով
կարող է կիրառվել խափանման միջոց։ Դրանցից մեկն է նոր հանցանք կարող է կատարել, կարող է ազդել վկաների վրա, կարող է փախուստի դիմել, բայց այդ փաթեթի մեջ ներառվելու է ազատ խոսքի իրավունքի խախտումը, մարդու ազատության իրավունքի խախտումը, բնականաբար խտրականության հետ կապված իրավունքների խախտումները եւ իթևս դրանց էլի իրավունքի խախտումների մասին մենք քննարկում ենք իրականացնում, այդ թվում նաեւ արդար անկողմնակալ դատանի կողմից այս արդար դատականության իրավունքի խախտումը։ Եթերում ազատության լրատվական կենտրոնն է։ Մեր լուրերին կարող եք հետևել նաեւ ազատության Telegram-յան ալիքում։ Իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում ենք դիտել։ Առողջության համընդհանուր ապահովագրությունը պաշտոնապես ուժի մեջ է արդեն 7 օր։ Արդյոք համակարգը հասել է իր շահառուներին մարզերում։ Ով է տեղյակ պահի, որ տեղյակ եղել։ Միացյալ Նահանգների նախագահը իր օգնականների հետ քննարկում է աշխարհի ամենամեծ կղզին՝ Դանիայի մաս կազմող Գրենլանդիան ձեռք բերելու մի շարք տարբերակներ։ Ուկրաինայում ռազմական գործողությունների ավարտից հետո այդ երկրի տարածքում բրիտանական եւ ֆրանսիական զորքեր կտեղակայվեն։ Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումից մեկ շաբաթ անց Գյումրիի պոլիկլինիկաներում վարչապետի նկարագրած գրոհը չկա։ Այս տարի համակարգից անվճար կարող են օգտվել 65 տանց քաղաքացիները, անչափահասները, հաշմանդամություն ունեցող անձինք եւ 200,000 դրամից բարձր աշխատավարձ ստացողները։ Շատերը սակայն դեռ տեղյակ չեն նոր կարգավորումներից, իսկ բուժ հաստատություններում համակարգին դեռ նոր են հարմարվում։ Նախարար Ավանեսյանը սակայն խիստ լավատես է, նա այսօր նշել է, որ մեկ շաբաթում համընդհանուր ապահովագրության շրջանակներում երկրի բուժ հաստատություններում գրանցվել է ավելի քան 11,000 այց։ Հայաստանում արդեն 7 օր է պաշտոնապես ուժի մեջ է առողջապահության համընդհանուր ապահովագրությունը։ Վարչապետի կանխատեսած գրոհը Գյումրիի պոլիկլինիկաներում այսօր չկար։ Մի քանի բուժհաստատություններում մեր շրջայցի ժամանակ հատուկ կենտ բուժառուներ էին։ Ոմանք տեղյակ էին, ոմանք էլ ոչ, որ իրենց տարիքային խումբն ընդգրկված է ապահովագրությունից անվճար օգտվողների ցանկում։ Պրոստը իմացել եմ տելևիզորով, ինչ։ Տեղյակ եք այդ ապահովագրական համակարգը։ Հա, բայց ինձ կա ինվերես կազդե։ Չէ։ Այս տարի առողջապահության ապահովագրությունից կարող են օգտվել 65-նանց մարդիկ, անչափահասները, հաշմանդամություն ունեցող անձինք, նպաստառուները, զոհվածին ծառայողների ընտանիքներն ու 200,000-ից բարձր աշխատավարձ ստացողները։ Վերջին խումբը, ի տարբերություն մյուսների, ամսական վճարում է պետությանը 4,800-ից 10,800 դրամի չափով։ Գյումրիի Էնրիկո Մատեի անվան իտալական պոլիկլինիկայի տնօրեն Արթուր Մանուկյանն ասաց, արդեն հասցրել են ապահովագրությամբ պացիենտների ուղեգրել բուժհաստատություններ։ Դիմել են եւ մինչեւ 18 տարեկան երեխաներ իրենց հեշտական պլանային այցերով, դիմել են նաեւ հաշմանդամություն ունեցող անձինք, որոնք արդեն շատերը իրազեկված են, որ իրենք օգտվելու են արդեն իրենց արտոնություններից բժշկական ապահովագրության միջոցով, համընդհանուր ապահովագրության միջոցով, բոլորին էլ այդ դիմացներին սպասարկվել են, իսկ ուղեգրեր են արդեն ուղարկել որոշակի գործիքային հետազոտությունների, դժվարամատչելի հետազոտությունների ուղեգրերը էլեկտրոնային եղանակով ուղեգրվել են։ Թիվ 1 պոլիկլինիկայում մեր նկարահանման պահին պացիենտներ չկային, թեև տնօրեն Խաչիկ Գալստյանն ասաց, որ բուժառուների ընդունել են ու ուղեգրել։ Եղել են դեպքեր, երբ պացիենտը առաջնային բուժհաստատություն է դիմել, ցանկանալով այս կամ այն բժշկական հետազոտությունն անցնել ապահովագրության շրջանակներում։ Այդ հետազոտությունը անցնելը պացիենտի ցանկությամբ չի, պացիենտը եթե ունի ինչ-որ կանգատ, այդ կանգատներով հանդերձ պետք է մոտենայի համապատասխան մասնագետի, կլինի դա նյարդաբան, կլինի վիրաբույժ, եւ ըստ մասնագետի ցուցման, եթե կարիք կլինի, իհարկե կնա հետազոտություն։ Ապահովագրության համակարգը նոր է եւ իրենք բուժաշխատողներն էլ են դեռ նոր ծանոթանում դրան։ Ամեն մի նոր ծրագիր ունի իր նրբությունները եւ մենք էլ ծանոթանում ենք այդ նրբություններին, աշխատում ենք այդ նրբություններով, ժամանակի հարց է այդ ամեն ինչը, կարծում եմ մի ժամանակ հետո ամեն ինչ լիարժեք կընկնի իր տեղը։ Մեզ հանդիպած քաղաքացիներից շատերը տեղյակ չէին, որ համընդհանուր ապահովագրության համակարգ է ներդրվել, որից կարող են անվճար օգտվել։ Տելևիզոր նայել ենք, բայց խելքի մոտիկ բան չէ, քուր ջան։
Ինչի՞, ինչն է Ինչ պատճառը, օրնա։ այդպես Ես 36000 թոշակ կառնեմ։ Ինչ պդեղնի միջակս։ 65 տարեկաններից բարձրները ընդգրկվել 66 եմ ես։ Անվճար սպասարկվելու եք դուք։ Հավատալս չի գա։ Չեք հավատում։ Չէ։ Չէ, ցավոք եմ բաշկետպես բաներից։ Տեղյակ չեք։ Չէ, ով է տեղյակ բայոր տեղյակ եղնենք։ Ապահովագրությունը լավ բան է, ասաց ազատության զրուցակիցներից մեկը, բայց կարևոր է, թե ինչպես է այն թղթից իրականություն դառնալու։ Ինքը դեռ որոշակի կասկածներ ունի։ Բոլոր դեպքերում մինչև լիարժեք չհամոզվենք, չտեսնենք, չկարտանք, չօգտվենք, ոչինչ ասել չենք կարող։ Հաճախ լինում է թղթի վրա այլ է, իրականում գործնականում այլ է։ Ես ուզում եմ, որ այդ տարբերությունը չլինի։ Այնինչ ասում են, այդպես լինի։ Թոշակառուկինն ասում է, թեև առաջնային օղակից հնարավորություն ունեցել է անվճար օգտվելու, բայց ավելի շատ վճարովի ծառայություններից է օգտվել։ Օգտվում ենք նաև վճարովից, այո, որովհետև կան անալիզներ, որոնք, ասենք, պոլիկլինիկան չի կատարում, օրեր ունի հատուկ դրա համար, ասենք, շաքարն է ստուգում հատուկ չորեքշաբթի կամ չեմ հիշում որ օրը։ Ընդհանուր առմամբ ավելի շատ օգտվում եմ վճարովի համակարգից, որովհետև այնտեղ բոլորը հասանելի են, բոլորը կան, օրեր չկա, այդպես։ Ըստ առողջապահության նախարարի 7 օրվա ընթացքում երկրում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգով ավելի քան 11000 այց է գրանցվել։ Եթե ունես արքաքարտ, 2% հետվճարից կարող ես օգտվել։ Հունվարի 1-ից ուժի մեջ մտած այս օրենքը միմիայն արքաքարտ ունեցողներին է վերաբերում։ Տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ իրենց փորձերով են այսօր կիսվել, սակայն որքանով հարմար կլինի միջազգային վիզա եւ մաստեր քարտերից անցում կատարել արքային, որ ի դեպ մեկ անգամ չէ, որ տեխնիկական խնդիրներ է ստեղծել իր հաճախորդների համար։ Նախորդ տարվա հուլիսին օրինակ համակարգը մեկ շաբաթում 2 անգամ էր խափանվել։ Արկաքարտ չունեի, հատուկ եմ հանել, որպեսզի նաև խրախուսեմ մարդկանց։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարն իր օրինակով փորձում է քաղաքացիներին խրախուսել արքա հայկական քարտ պատվիրել ու գործարքները դրանով իրականացնել։ Պատճառը հունվարի 1-ից ուժի մեջ մտած 2% հետվերադարձի ծրագիրն է, որից կարող են օգտվել միայն արքա քարտ ունեցողները։ Տարեվերջին հաստատված այս նորամուծությամբ կառավարությունն ըստ էության քաղաքացիներին ուղղորդում է փոխել քարտի տեսակը, համաշխարհային առաջատար վիզա եւ մաստեր քարտերից անցում կատարել տեղական արքային։ Այն, որ միջազգային հեղինակավոր ընկերությունների քարտերից օգտվողները Հայաստանում մի քանի անգամ ավելի շատ են, հաստատում է նաև պաշտոնական վիճակագրությունը։ Կենտրոնական բանկի տվյալներով 2025-ի երրորդ եռամսյակում Հայաստանի տարածքում վիզա քարտերով կատարված գործարքներն անգամներով են գերազանցել արքա քարտերով իրականացվածների ծավալը։ Թողարկված արքա քարտերի քանակը նույնպես զգալիորեն փոքր է։ Նույն ժամանակահատվածում Հայաստանում շրջանառության մեջ է եղել ավելի քան 2.5 միլիոն վիզա քարտ։ Արքա քարտերի թիվը 771,000-ի էլ չի հասել, մոտ 3.3 անգամ ավելի քիչ։ Արսեն Թորոսյանի հրապարակման մեկնաբանությունները վկայում են, Facebook-յան օգտատերերը թացը չորից տարբերել են։ Իմ քարտերը վիզա են բոլորը, հետվճար չի լինելու, խոսքը 2%-ի մասին է։ Ձերոնց ռոճիկները ու պարգևավճարները այս մեթոդով ավելացրահանգեր։ Մարդուն ձեռ եք առնում։ Արքա թոշակի ժամկետը չլրացած տիպողաբար վիզա քարտով փոխարինեցիք։ Հիմա էլ արքայով հետվճար։ Սա նաև լավ հնարավորություն է, որ մեր համակարգը տեղի զարգանա եւ ավելի մրցունակ դառնա։ Այս որոշումը կառավարությունը տարվա վերջին նիստին ընդունեց եւ հենց այդ ժամանակ էլ մեկնարկեց արքայի յուրօրինակ գովազդային արշավը։ Իր փորձով նաեւ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կիսվեց։ Մտել եմ իմ հավելված եւ հավելվածում կա պատվիրել քարտ։ Պատվիրել եմ արքաքարտ, որը 3 օր հետո բերել են այնտեղ, որտեղ որ դու ուզում ես։ Այսինքն դա էլ է էական։ Վճարել եք դրա։ Չեմ վճարել դրա համար, տարեկան կարծես թե 1000 դրամ քարտի համար վճարման ծախս կա կամ 1500։ Կառավարության այս նիստի ընթացքում նաև սկալ ներկայացրին արքա քարտերի սպասարկման վճարները։ Այն իրականում տատանվում է տարեկան 2000-ից 5000 դրամի սահմանում։ Ավելի մատչելի առաջարկներ գտանք միայն մի քանի բանկերի կայքերում։ Արդյոք գործադիրի այս քայլը հակամրցակցային չէ միջազգային խոշոր երկու ընկերությունների նկատմամբ։ Ինչու է պետությունը տարբերություն դնում նրանց միջև, ընդունելով մի որոշում, որը ենթադրում է, որ մարդիկ իրենց վիզա ու մաստեր քարտերն արքայով փոխարինեն։ Վիզան ու մաստերը իրենք կարող են իրոք դա դիտարկել որպես հակամրցակցային առավելություն տալ, ինչու է պետությունը ուշադրություն դարձնում դրա վրա
բանկերին խթանելով, վերցնելով իր վրա այդ ծախսերը։ Ֆինանսական եւ բանկային համակարգում աշխատանքի երկարամյա փորձ ունեցող Արթուր Ղազարյանի կարծիքով կառավարության այս որոշման իրական շահառուները ոչ թե քաղաքացիներն են լինելու, այլ բանկերը։ 26 տարվա պատմություն ունեցող արքայի բաժնեմասերի 55%-ը տնօրինում է գլխավոր դրամատունը։ Մնացած 45%-ը պատկանում է այժմ գործող 17 առևտրային բանկերին։ Ղազարյանի գնահատմամբ պետական ֆինանսների տեսանկյունից սա արդյունավետ չի լինի։ Պետությունը խթանում է արքա քարտերը, տարածում է բանկերին, ու այդ գումարը ի վերջո գնում է բանկերին։ Ու գումարած արքան էլ է կատարում ծախսեր, պետությունն էլ է կատարում ծախսեր։ Ում հաշվին, հարկատուների հաշվին։ Սա բանկերի լոբինգ է, Հայաստանի բանկերի լոբինգն է։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանը մինչդեռ կարծում է, որ պետությունը պետք է աջակցի տեղական արքային, քանի որ այս ընկերությունը մրցակցել պարզապես չի կարողանում։ Տնտեսական տեսանկյունից, տնտեսական անվտանգության տեսանկյունից շատ կարևոր է դիվերսիֆիկացնել վճարային այդ քարտային հնարավորությունները։ Մեր տեղական քարտը արկա չունի այդ մրցակցային հարաբերությունները, որ կարողանա մրցակցել այդ խոշոր քարտերի հետ, եւ պետությունը պետք է աջակցի այս առումով։ Այս թեման անցած տարի վարչապետի ոչ ճշգրիտ հայտարարությունից սկսվեց։ 2026-ի պետական բյուջեի քննարկումների ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե բոլոր քաղաքացիները հետվճար կստանան։ Ավելի ուշ պարզվեց, որ հնարավորությունից միայն արքա քարտ ունեցողները կօգտվեն։ Մենք այս տարին ներդնելու ենք համընդհանուր հետվճարի համակարգ։ Այսինքն բոլոր քաղաքացիները անկանխիկ առևտրի դեպքում իրենց առևտրի որոշակի տոկոս հետ են ստանալու։ Մեկ այլ խնդիր է այս ամենի տեխնիկական մասը։ Արքա համակարգը պարբերաբար խափանվում է։ Հայաստանցիները հաճախ ժամեր շարունակ չեն կարողանում բանկային գործարքներ կատարել։ Մասնագետների կարծիքով սպասարկվող քարտերի քանակի մեծացումը կարող է իրավիճակն ավելի բարդացնել։ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում վերանորոգումը մինչև ապրիլի 24-ը ավարտված կլինի, այսօր ասուլիսում հայտարարել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեսյանը։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում վերանորոգման աշխատանքները մեծ աղմուկ բարձրացրեցին, երբ անցած տարի ակտիվիստներն ու մասնագետները սկսեցին ահազանգել փնթի շինարարության, հուշարձանի շինհրապարակի ոչ պատշաճ կահավորման, վանդալիզմի հասնող անփույթ վերաբերմունքի մասին։ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի վերանորոգման աշխատանքները անհապաղ դադարեցնելու պահանջով կառավարությանը դիմեց նաև հուշարձանի ճարտարապետ Արթուր Թարխանյանի կենտրոնը։ Նախարարը այսօր այս քննադատություններին սակայն չի անդրադարձել։ Հուշահամալիրը, թանգարանը բաց են եւ որևէ օր եւ որևէ ժամ չեն փակվել։ Դրանք չեն փակվելու որևէ օր եւ որևէ ժամ, այդ թվում նաեւ ապրիլի 24-ին։ Ինչ վերաբերում է, թե ձեր հարցը ուղղված է նրան, որ արդյոք այս պահին սկսված աշխատանքները ավարտին հասցված կլինեն, այո, եւ դրա համար այնտեղ արվում է անհրաժեշտ ամբողջ աշխատանքը։ Մենք արդեն սկսել ենք 3 մույթերի քարե սալերի տեղադրման աշխատանքները, այդտեղ բնականաբար լրացուցիչ մասնագիտական քննարկում տեղի ունեցավ այն պահին, երբ որ արդեն սալերը տեղադրվում էին, եւ կարող եմ վստահաբար ասել, որ մասնագիտական հանրույթի հետ հնարավոր մասնակցային ձևաչափով քննարկվելով աշխատանքները արվում են պատշաճ որակով եւ իմ ամեն շաբաթյա այցելությունների ժամանակ ինձ հետ են նաև մասնագետներ եւ ես յուրաքանչյուր այցի ժամանակ առանձին անդրադառնում եմ մասնագիտական հնարավոր դիտարկումներին ու պետք է ասեմ, որ որևէ մտահոգություն մեր քաղաքացիները կարող են չունենալ։ Հուշարձանը այսօր էլ բաց է, ովքեր ուզում են այցելել, ապրիլի 24-ին էլ սկսված աշխատանքները ավարտված կլինեն։ Միջազգային լրահոսից չնայած իշխանությունների կոշտ սպառնալիքներին, ցուցարարների շրջանում զոհերին, հազարավոր ձերբակալվածներին Իրանում շարունակվում են բողոքի ցույցերը։ Արտերկրում գործող Հրանա իրավապաշտպան կազմակերպության տվյալներով վերջին 10 օրերի ընթացքում առնվազն 36 մարդ է սպանվել հարևան երկրում։ Նշվում է, որ սպանվածներից 34-ը ցուցարարներ են, իսկ 2-ը կապված են եղել անվտանգության ուժերի հետ։ Իրանի իշխանությունները զոհերի պաշտոնական ցուցակ չեն հրապարակել, սակայն հայտնել են, որ զոհվել են անվտանգության ծառայության 3 աշխատակիցներ։ BBC իրանական ծառայությունը այս պայդրությամբ հաստատել է 20 մարդու մահն ու ինքնությունը։ Իրավապաշտպանները հաղորդել են նաև ավելի քան 60 ցուցարարի վիրավորվելու եւ 2076-ի ձերբակալվելու մասին։
Բողոքի ակցիաները սկսվել են դեկտեմբերի 28-ին ԱՄՆ դոլարի նկատմամբ իրանական արժույթի հերթական կտրուկ անկումից, բարձր գնաճից և էներգետիկ ճգնաժամից հետո։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Տրամփը ավելի վաղացրել էր, որ եթե Իրանի անվտանգության ուժերը սպանեն խաղաղ ցուցարարներին, Միացյալ Նահանգները պատրաստ է գործել։ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին հայտարարել է, թե խռովարարներին պետք է իրենց տեղը դնել և խոստացել չզիջել հակառակորդին։ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի առաջնորդները Փարիզում 3 հռչակագիր են ստորագրել հրադադարի հաստատումից հետո Ուկրաինայի անվտանգության երաշխիք հանդիսացող բազմազգ ուժերի տեղակայման մտադրության վերաբերյալ։ Նախագահ Զելենսկին սակայն նշել է, որ Փարիզում այդպես էլ չի կարողացել արևմտյան գործընկերներից հստակ պատասխան ստանալ, ինչ են անելու նրանք, եթե Ուկրաինան ռուսական նոր հարձակման ենթարկվի արդեն խաղաղության պայմանագրի կնքումից հետո։ Ուկրաինայում ռազմական գործողությունների ավարտից հետո այդ երկրի տարածքում բրիտանական և ֆրանսիական զորքեր են տեղակայվելու։ 3 Փարիզում կայացած բանակցությունների ավարտին նման պայմանավորվածություն են ձեռք բերել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։ Փարիզյան հանդիպման արդյունքները ամրագրվել են նաև հատուկ հուշագրի տեսքով։ Cette réunion scelle aujourd'hui une avancée considérable. Այսօրվա հանդիպմանը զգալի առաջընթաց է ձեռք բերվել։ Այսօրվա համաձայնեցված դրույթները պետք է երաշխավորեն, որ խաղաղության պայմանագիրը երբեք չվերածվի Ուկրաինայի կապիտուլյացիայի պայմանագրի։ Vient pour la première fois Ֆրանս պրես գործակալության տեղեկություններով Ուկրաինայի արևմտյան դաշնակիցները Փարիզում կայացած բանակցությունների ընթացքում համաձայնեցրել են Կիևին տրամադրվող առանցքային անվտանգային երաշխիքները։ Դրանց թվում են շփման գծում մոնիտորինգի ամերիկյան մեխանիզմի ստեղծումն, ինչպես նաև բազմազգ եվրոպական ուժերի տեղակայումը Ուկրաինայի տարածքում։ Եվրոպացի զինվորականները, сакայն Ուկրաինայի տարածք պետք է մուտք գործեն միայն ռազմական գործողությունների լիակատար դադարեցումից հետո։ Які країни готові брати лідерство в елементах? Հստակեցվել է, թե որ երկրներ են պատրաստ առաջատար դեր ստանձնել ցամաքում, օդում, ծովային տարածքներում անվտանգության ապահովման ժամանակ, որ երկրներ են պատրաստ կենտրոնանալ Ուկրաինայի վերականգնման վրա։ Հստակեցվել է նաև, թե ինչպես են կառավարվելու այդ ուժերը։ Як сили будуть управлятись, на яких рівнях буде командування? Այս պահին, սակայն Ուկրաինա զորախումբ ուղարկելու պատրաստակամություն պաշտոնապես փաստաթղթի տեսքով հաստատել են միայն Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան։ Լոնդոնում և Փարիզում նշում են, որ ռազմական գործողությունների դադարեցումից հետո Ուկրաինայի տարածքում հատուկ ռազմական կենտրոններ են ստեղծվելու։ Դրանց գործառույթները և գտնվելու վայրը դեռ չեն հստակեցվում։ Եվրոպական մյուս առաջատար պետությունները Ուկրաինա զորք ուղարկել ընդհանրապես չեն շտապում։ Գերմանիայի դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ գերմանական բանակը պատրաստ է մասնակցել խաղաղապահ ուժերի գործունեությանը, սակայն բացառապես Ուկրաինային սահմանակից և ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող պետությունների տարածքից։ Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին ավելի կտրուկ է, նա բացառել է իտալական զորքերի տեղակայումն Ուկրաինայի տարածքում։ Ինչ վերաբերում է ամերիկացիներին, ապա ուկրաինական կարգավորման հարցում առանցքային դերակատարություն ստանձնած Վաշինգտոնն առայժմ գերադասում է կենտրոնանալ բանակցային process-ի վրա։ Այս մասին հայտարարում էր Սպիտակ տան հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։ Մենք զգալի առաջընթաց ենք արձանագրել։ Կիևն ու դաշնակիցները զգալիորեն մոտեցել են անվտանգության երաշխիքների վերջնական համաձայնեցմանը։ Դրա հետ մեկտեղ ես ցանկանում եմ ընդգծել, մենք Փարիզ ենք ժամանել որպես միջնորդներ։ Մենք այստեղ ենք խաղաղության պայմանագրի համաձայնեցմանը հասնելու համար։ We are here to mediate and help in the peace process, and we're prepared to do anything necessary to get to that place. Շարքային ուկրաինացիները սակայն վստահ չեն, որ եվրոպական ուժերի տեղակայմամբ Ուկրաինայի առջև ծառացած բոլոր հարցերը լուծվելու են։ Չեմ կարծում, որ Եվրամիության զորքերը մասնակցելու են ռազմական գործողություններին։ Նրանք կմնան թիկունքում, իսկ մեր տղաները կշարունակեն կռվել ու զոհվել առաջնագծում։ Ուկրաինայի մայրաքաղաքի մեկ այլ բնակչի համոզմամբ էլ վերջին խոսքը միևնույն է Ռուսաստանինն է լինելու։ Ես կարծում եմ, որ շատ բան կախված է Պուտինի որոշումներից։ Մենք կամ եվրոպացիները կարող ենք որոշել, թե ինչ ենք ցանկանում, բայց գոյություն ունի նաև հակամարտության մյուս կողմը։ Իսկ Կիևցի թոշակառու Անատոլի Զելենկոյի համոզմամբ եվրոպացիների կողմից օգնության լավագույն ձևը կլիներ զենքի մատակարարումը։ Նրանք սակայն ըստ տղամարդու վախենում են դա անել։
Хай дають зброю. Вони бояться. І все. Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունից եւ Վենեսուելայի կառավարմանը ժամանակավորապես մասնակցելու հայտարարությունից հետո Միացյալ Նահանգների նախագահի ուշադրությունը այժմ էլ կենտրոնացած է Գրենլանդիայի վրա։ Չնայած պետքարտուղար Ռուբիոն ըստ ամերիկյան մամուլի փակ հանդիպմանը նշել է, որ Ամերիկան ցանկանում է գնել կղզին, Սպիտակ տունը չի բացառել նաեւ զինված ուժերի ներգրավումը։ Եվրոպական 6 խոշոր երկրներ արդեն աջակցություն են հայտնել Դանիային, որի մաս է կազմում աշխարհի ամենամեծ կղզին։ Միացյալ Նահանգների նախագահն իր օգնականների հետ քննարկում է ՆԱՏՕ-ում իր դաշնակից Դանիայի մաս կազմող Գրենլանդիան ձեռք բերելու մի շարք տարբերակներ, այդ թվում զինված ուժերի հնարավոր կիրառմամբ։ Ըստ Սպիտակ տան հայտարարության Դոնալդ Թրամփը աշխարհի ամենամեծ կղզին եւ մասամբ ինքնավարայց տարածքը վերցնելը համարում է ԱՄՆ ազգային անվտանգության առաջնահերթություն, որն անհրաժեշտ է Արկտիկայում Ամերիկայի մեջբերում եմ հակառակորդներին զսպելու համար։ Նախագահը եւ նրա թիմը քննարկում են արտաքին քաղաքականության այս կարևոր նպատակին հասնելու մի շարք տարբերակներ եւ իհարկե ԱՄՆ զինված ուժերի կիրառումը միշտ էլ գերագույն գլխավոր հրամանատարի համար հասանելի տարբերակ է։ Երեկ էլ Wall Street Journal-ը իր աղբյուրներին հողումով հայտնել էր, թե ԱՄՆ պետքարտուղարն օրենսդիրներին ասել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է այն գնել Դանիայից, ոչ թե գրավել։ Սպիտակ տուն վերադառնալուց հետո Թրամփը պարբերաբար է խոսել Գրենլանդիան վերցնելու մտադրության մասին, օրեր առաջ էլ Վենեսուելայի նախագահին ձերբակալելու հատուկ գործողությունից հետո կրկին անդրադարձավ թեմային։ Դանիան եւ Գրենլանդիան մշտապես դեմ են արտահայտվել կղզու նկատմամբ Թրամփի նկրտումներին։ Սպիտակ տան հայտարարությունից ժամեր առաջ եվրոպական 6 խոշոր երկրներն էին աջակցել Դանիային։ Համատեղ հայտարարությունում ասվում է, որ Արկտիկայում անվտանգությունը Եվրոպայի համար գլխավոր առաջնահերթություն է եւ կարեւորագույն նշանակություն ունի միջազգային ու տրանսատլանտյան անվտանգության համար, որը պետք է ապահովվի ՆԱՏՕ-ի դաշնակիցների, այդ թվում Միացյալ Նահանգների հետ համատեղ, պահպանելով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի սկզբունքները։ Գրենլանդիան պատկանում էր իր ժողովրդին, միայն Դանիան եւ Գրենլանդիան եւ միայն նրանք պետք է որոշումներ կայացնեն Դանիային եւ Գրենլանդիային վերաբերող հարցերի վերաբերյալ։ Գրենլանդիայի վարչապետ Յենս Ֆրեդերիկ Նիլսենը ողջունել է հայտարարությունը եւ ԱՄՆ-ին կոչ արել հարգալից երկխոսություն ծավալել, հիմք ընդունելով փաստը, որ Գրենլանդիայի կարգավիճակը հիմնված է միջազգային իրավունքի եւ տարածքային ամբողջականության սկզբունքի վրա։ Մինչ այդ էլ նա անընդունել էր համարել Թրամփի հայտարարությունը, թե Գրենլանդիան անհրաժեշտ է ԱՄՆ-ին իր անվտանգության համար։ Այսօր էլ Ֆրանսիան հայտարարել է, որ գործընկերների հետ քննարկում են, թե ինչպես արձագանքել, եթե Միացյալ Նահանգները սպառնալիքներից գործի անցնի։ Արտգործնախարարն ասել է, որ թեմային կանդրադառնա Գերմանիայի եւ Լեհաստանի պաշտոնակիցների հետ այսօր ավելի ուշ նախատեսված հանդիպմանը։ Մենք ուզում ենք գործողություններ ձեռնարկել, բայց դա ուզում ենք անել մեր եվրոպացի գործընկերների հետ, ասել է Ժան-Նոել Բարոն։ Իսպանիան հայտարարել է, որ տեղյակ չէ Ֆրանսիայի պլաններից։ Կանադայի վարչապետն իր հերթին վերահաստատել է աջակցությունը Դանիայի ինքնիշխանությանը, ընդգծելով, որ կղզու ապագան կարող են որոշել միայն Դանիան եւ Գրենլանդիան։ Մարկ Քարնին նշել է, որ Գրենլանդիայի անվտանգությունն առնչվում է նաև ՆԱՏՕ-ին եւ կոչ է արել զերծ մնալ Դանիայի տարածքային ամբողջականությունը վիճարկելու փորձերից։ Գրենլանդիայի ապագան պետք է որոշեն բացառապես Գրենլանդիան եւ Դանիան։ Դա նրանց որոշելու հարցն է։ Լեհաստանի վարչապետն էլ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամները չպետք է հարձակվեն կամ սպառնալ միմյանց եւ պետք է ամեն ինչ անել, որպեսզի Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների կապերը, որոնք ի վերջո ՆԱՏՕ-ի եւ Եվրոպայի անվտանգության հիմքն են, չտուժեն տարբեր հայտարարությունների կամ թյուրըմբռնումների հետևանքով։ Դոնալդ Տուսկն ընդգծել է, Վաշինգտոնի համար պետք է հստակ լինի, որ Հյուսիսատլանտյան դաշինքի բունեությունը խաթարելու ցանկացած փորձ Եվրոպան չի ընդունի։ ՆԱՏՕ-ի անդամների միջև ցանկացած վեճ պետք է լուծվի բարեկամական երկխոսության միջոցով, ասել է նա, հավելելով, որ Գրենլանդիայի հարցում Դանիան կարող է հույս դնել Եվրոպայի համերաշխության վրա։ Եվրոպական համերաշխությունը եւ եվրոպական պետությունների ամբողջականության նկատմամբ հարգանքը հիմնարար հարցեր են։ Ուստի Դանիան անշուշտ կարող է հույս դնել ամբողջ Եվրոպայի համերաշխության վրա։ Դրանում ես կասկածներ չունեմ։ Գրենլանդիայի տարածքը շուրջ 2 միլիոն քառակուսի կիլոմետր է, մոտ 4 անգամ ավելի մեծ Ֆրանսիայից։ Բնակչությունը շուրջ 56000 է, սակայն սեփական բանակ այն չունի։ Պաշտպանությունն ապահովում է Դանիայի զինված ուժերը, որը շատ համեստ ներկայություն ունի։ Կղզում մշտապես գտնվում է մինչև 150 զինվոր։ Գրենլանդիայի հյուսիսում կա նաև ամերիկյան ռազմաբազա, որտեղ տեղակայված են ռադարային համակարգեր, հրթիռների արձակման նախազգուշացման եւ տիեզերական հսկողության համակարգեր։ Գրենլանդիան, որի 80%-ը ծածկված է սառույցով, տնտեսությունն էլ հիմնականում հիմնված է ձկնորսության վրա, մեծապես կախված է Դանիայից ստացվող սուբսիդիաներից։ Վերջին տարիներին աճել է հետաքրքրությունը կղզու բնական պաշարների նկատմամբ։ Դրանք ներառում են նաև հազվագյուտ հանքանյութեր, որոնք Թրամփի ուշադրության կենտրոնում են եղել նաև այլ երկրներում։ Հանքանյութերի արդյունահանումը կարող է ավելի մատչելի դառնալ, քանզի գլոբալ տաքացման հետևանքով սառցե շերտը հալչում է։
Վենեսուելան մեկ շաբաթյա սուկ է հայտարարել Միացյալ Նահանգների հարվածների հետևանքով զոհված զինվորականների համար։ Կառավարության տվյալներով հարձակման հետևանքով զոհվել է մոտ 2 տասնյակ վենեսուելացի սպա։ Կուբայի կառավարությունը կիրակի օրը տեղեկացրել է, որ Վենեսուելայում աշխատող իր 32 զինվորականներն ու ոստիկանները նույնպես սպանվել են։ Այնտեղ ևս 2 օրյա սուկ էր հայտարարվել։ Շարունակեք հետևել լուրերին այցելելով azatutun.am կայքեջը եւ մեր սոցիալական հարթակներ։ Այսօրվա համար այսքանն ենք նախատեսել։ Հաջողություն։